Շնորհակալություն, ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի փոխոսնակներ, սիրելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Ես ասացի նրանց, որ ռազմական հեղաշրջում է պետք։ Հայ առաքելական եկեղեցին ապազգային կառույց է։ Մեկը լինի այդ պոռոտախոսներին հարցնի, այդ որ մեկդ կարող եք առանց կին մի ամիս դիմանալ։ Դուք չգիտեք ում դեմ եք դուրս եկել, մենք ԿԿԲ-ի հետ ենք խաղեր տվել։ Ձեր ինչ գործն է, հոգևորականը կին ու զավակ ունի, թե չէ, եկեղեցին անջատ է պետությունից։ Իշխանությունը պատերազմ է հայտարարել եկեղեցուն, բայց մենք կհաղթենք այս պատերազմում։ Կարող եք գուշակել, թե որ մի քաղաքական գործչի խոսքերն է սա։ Միանգամից ասեմ, Շիրակի թեմի առաջնորդի։ Կներեք հարգելի հոգևորականներ, այդ ում եք հաղթում, որտեղ եւ երբ։ Հստակեցրեք, խնդրեմ։ Մեկն էլ կար ձերպես կրում էր, տեսանք ինչ կրեց։ Կխնդրեմ այսուհետ երբեք չանձնավորել ինստիտուտներն ու արժեքները։ Ինձ համար հայ առաքելական եկեղեցին Գարեգին երկրորդը չէ, ոչ էլ Աճապահյանն է, գուցե Արշակը զարմանա, բայց ոչ էլ ինքն է, ոչ էլ առավել եւս Մովսեսի բարթույթով տառապող Բագրատ Սրբազանը, ով ինչպես իր իսկ խոսքերից պարզ դարձավ իր մի քանի գործընկերների հետ, ինչ որ տարօրինակ կենտրոններից հետաքրքիր զանգեր ու հանձնարարություններ է ստանում։ Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովուրդն է ի Հայաստան եւ Իսփյուռս աշխարհի։ Երբ ամեն անգամ հողում եք հանում Սահմանադրության 17-րդ հոդվածին, ասելով թե եկեղեցին անջատ է պետությունից, ապա հիշեք նաեւ, որ եկեղեցին դուրս չէ պետությունից, առավել եւս վեր չէ պետությունից, եւ հենց սա է որ տանջում է ձեզ։ Որոշ հոգեվորականների սա դժվար է բացատրել։ Եկեղեցու պետությունից անջատ լինելը հարգելի հոգևորականներ չի նշանակում, որ դուք կարող եք զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Այն իսկ պահից, երբ եկեղեցին սկսում է քաղաքական հայտարարություններ անել, դադարում է լինել ազգային բացառիկ ինստիտուտ, դառնում է կրոնական կազմակերպություն, դառնում է ՀԿ։ Ես չեմ ուզում իմ եկեղեցուն տեսնել որպես հասարակական կազմակերպություն։ Փոխարենը ուզում էի լսել կաթողիկոսից կամ հայկական եկեղեցուց որոշակի կոչ կամ որոշակի հայտարարություն, երբ մենք ամենաշատը ունեցել ենք դրա կարիքը։ Անգամ այս օրերին Ռուսաստանի Դաշնությունից են Հայաստան ժամանում որոշ հոգևորականներ ի աջակցություն Սամվել Կարապետյանի։ Կցանկանայի գեթ 1 քահանա տեսնել հաց բերողի հետ կապված ողբերգական իրադարձությունների ժամանակ։ Դե հաց բերողը փող չէր տվել ձեզ։ Անունիշ դնեիք կայք աջակցություն հայտնելու։ Կուզեի լսել եկեղեցու կոշն ու արձագանքը այն հոգևորականին, ով հրաժարվում էր զոհված զինվորի համար հոգեհանգստի կարգ մատուցել, հիմնավորելով, թե նա կնքված չէ։ Չեմ լսել ձեր կոչը նաև նոյեմբերի 9-ի գիշերը, երբ հստակ հրահանգավորված զինված խմբերը ավերում էին պետական կառույցները եւ մահափորձ էին կազմակերպում ազգային ժողովի նախագահի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի դեմ։ Հարգելի կաթողիկոս, ինչու չասացիք, որ մենք բոլորս քույրեր եւ եղբայրներ ենք, քրիստոնյաներ ենք եւ պետք է սիրենք զմիմյանս։ Ինչ է, մեր վրա հարձակվողները քրիստոնյաներ չէին, այդ ոնց է լինում, որ երբ խոսքը ձեզ է վերաբերում, դուք հոգևոր ծառայություն եք իրականացնում, հոգևորական եք։ Հենց խոսքը մեզ է վերաբերում, դուք անմիջապես հիշեցնում եք, որ դու նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք եւ իրավունք ունեք կարծիք հայտնելու։ Չեմ լսել նաեւ կաթողիկոսի խոսքն այն քահանաներին, որոնք հայտարարում են, թե եկեղեցու դռները պետք է փակել իշխանությունների եւ իշխանություններին սատարող քաղաքացիների առաջ։ Այ այստեղ ստոպ։ Դուք գտնվում եք ոչ թե ձեր, այլ Աստծո տանը։ Դուք կարող եք փակել միայն ձեր եւ ոչ երբեք Աստծո տան դռները։ Աստծո անունից խոսելը չի նշանակում դառնալ Աստված, դուք ոչ Աստված եք, ոչ Հիսուս էլ, ոչ էլ անգամ Սուրբ եք։ Դուք ընդհանրապես հոգևորականներ եք, գալիս եք եւ գնում եք եւ ձեզ խնդրում եմ չասոցացնեք հայ առաքելական եկեղեցու հետ։ Որոշ հոգևորականներ սա չեն հասկանա, որովհետև նրանց գործունեության սահմանները վաղուց անցել են աղոթքի, կրոնական արարողությունների, հոգևոր խոսքի սահմանները։ Մինչև հիմա մեր եկեղեցու որոշ սպասավորներ անիծում են Պապ Թագավորին։ Ինչու՞։ Միայն նրա համար, որ Պապ Թագավորը համարձակվել էր ասել եկեղեցականներին, որ չխառնվեն պետության գործերին, որ հոգևորականներին առաջարկել էր զենք վերցնել եւ պաշտպանել պետության սահմանները, որ կույսերին խնդրել էր ամուսնանալ, որովհետեւ պետությունը պահելու համար մեզ մարդիկ էին պետք։ Կուզեի, որպեսզի Պապ Թագավորից փառանձեմ թագուհու քննարկումներից հետո մեր եկեղեցական ժողովներում քննարկման պարտադիր հարց դառնալ օրինակ ինչպես է ստացվում, որ ըստ հայտնի տեղեկությունների եկեղեցու մոտակայքում խմբակային բռնության մեջ մեղադրվողի կողմից սարքված եկեղեցու օծմանն եք մասնակցում, օրնում եւ օծում եք այդ եկեղեցին, ձեր հախն էլ ստանում եք ու գնում եք, դուք այդ ինչ գրքերով եք քրիստոնեական ուսմունքները ուսումնասիրել։ Մեր եկեղեցում երբեք չի գործել ինդուլգենցիա ինստիտուտը, բայց դուք մի քիչ իհարկե այլ դրսևորմամբ այդ մշակույթը նաև մեր եկեղեցի մտցրեցիք, այսինքն ով Բենտլի չունի, հոգևորական չի, այս տրամաբանությամբ էլ երևի Սամվել Կարապետյանի եւ նրա կնոջ կիկլոպյան չափերի նկարն եք փակցրել վեհարանի պատին եւ խոնարհվում եք փողի առաջ։ Էլ Աստված, Քրիստոս, Տիրամայր, Աստվածամայր, սրանք թրենդի մեջ չեն, ճիշտը տաշիր գրուպն է։
Ով փող ունի, սուրբ է, ով փող չունի, եկեղեցում անգամ չի կարող մոմ վառել։ Գիտեք, ինձ մեր տանը սովորացրել են, որ անգամ հնում վանքերի եւ եկեղեցիների մուտքերը շինարարները գիտակցաբար մարդու հասակից ավելի փոքր են կառուցել, որ Աստծո տուն մտնելիս ով ուզում ես լինես, խոնարհվես եւ գլուխդ կախ մտնես։ Բայց ես երբեք չէի կարող պատկերացնել, որ այս օրերին մենք պետք է խոնարհվենք ոչ թե Աստծո տան առաջ, այլ օլիգարխների նկարների առաջ, այն էլ էջմիածնում։ Բա ոնց չհավատամ երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանին, ով իր հուշերում նշում է, որ կաթողիկոսի հետ ունեցած զրույցում խոսելով մեր եկեղեցիների ու վանքերի անմխիթար վիճակի մասին մտահոգություն է հայտնել եւ կաթողիկոսը ասել է, որ սարերի գլխի վանքերն ու եկեղեցիները իրեն չեն հետաքրքրում։ Ձերը պետությունից գողացված կեղծ բարերարների փողերով եկեղեցիներն են, մեր հոգեղեն ու ոգեղեն կառույցները ձեզ ինչ։ Ու մոտ կաթողիկոս ու թեմի առաջնորդ եք աշխատում, նրանց է սրբադասում եք, մեռնեմ օրենքին։ Գումարի պակասն ես ձեր տարել Մինսկ, բա հետ գայիք Մոսկվա, որտեղ էլի օլիգարխների փողերով կառուցված եկեղեցի կար, մտնեիք այնտեղ եւ որպես հայոց կաթողիկոս ասեիք եզրած, տո այ զավակս, ինչու չես թողել 44-օրյա պատերազմի հերոսների նկարները բերեն եւ դնեն հայկական եկեղեցու բակում։ Գիտեք ինչու։ Որովհետև հերոսները ձեզ փող չէին տվել։ Եկեղեցում այսուհետ միայն օլիգարխների նկարները պետք է փակցնեն։ Ձեր գործունեության ուղիղ համեմատականը դեռևս 2016 թվականին Հայաստանի Հանրապետությունում գրանցված շուրջ 66 կրոնական կազմակերպություններն են։ Մարդիկ Աստծո խոսքը լսելու կարիք ունեն, հոգևոր խոսքի կարիք ունեն, բայց Դուք ձեզ դրել եք սրբի տեղ եւ վանքի հավերն եք ուտում։ Հետևաբար հարգելի հոգևորականներ, խոսքս իհարկե ոչ բոլորին է վերաբերում։ Գտեք ձեզ շատ հայտնի պատմվածքների էջերում, քաղաքական քարտեզի վրա, բայց ոչ երբեք եկեղեցում, ոչ երբեք մեր հոգևոր տանը, ոչ երբեք մեր հոր տանը։ Երեք մեր ընդդիմադիր գործիչներից մեկը մեզ ասում էր գնացեք հայրմերը սովորեք։ Ես հայրմերը 5 տարեկանից գիտեմ։ Ես ընդհանրապես մի մարդու գիտեմ, ով հանրային կերպով խոստովանել է, որ չգիտի հայրմերը, խորհուրդ կտամ նրան ասեք, կարծեմ ձեր քաղաքական թիմի առաջնորդն է, մեկ էլ մի աստվածաշունչ նվիրեք, մեկ էլ մի կաթողիկոսի գիտեմ, որ հայրմերը չգիտի, ով դարձյալ եկեղեցիներից մեկի օծման ժամանակ հայրմերը կիսատ ասած, հավանաբար շտապում էր կամ մի քիչ գինով ցած էր։ Նմանը զնմանս գտան է, կարդում ենք Սուրբ գրքում եւ ինձ համար զարմանալի չէ այս երկու օրերի այս համախմբումը։ Պարզվում է Գարեգին II-ը, ինչպես Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, կաթողիկոս է դարձել ընտրակեղծ ծառայությամբ։ Հիմա ինչ ասեմ, ինչ որակի իշխանություն եք եղել, նույն որակի էլ ընդդիմություն եք։ Ձեր այսպես ասած թիմի ամեն մի հայտարարություն խոստովանություն է։ Դուք արյուն եք ուզում։ Նորից այրուն, այն պարագայում, երբ այս դահլիճում այրունը դեռ չի չորացել։ Մեկը 100 մահապարտ է փնտրում տերորիստական կազմակերպելու ու մահափորձանելու համար, մեկը մեզ հիշեցնում է Պապ Թագավորի մահվան հանգամանքները եւ զգուշացնում, մյուսը հոկտեմբերի 27-ը հոգու պորտկում է համարում եւ ուզում է, որ իր հոգին էլի պորտ կա, մեկը զինված հեղաշրջման փորձ է անում եւ այլն եւ այլն։ Ամփոփելով խոսքս ուզում եմ հղում տամ մեր գործընկերներից մեկին, ով վերջերս հարցազրույցի ժամանակ նշեց, որ 20 թվականի պատերազմից հետո հանդիպելով կաթողիկոսին խնդրել է, որպեսզի նա օգտագործելով իր դիրքը օգնի պետության ջանքերին, որպեսզի կարողանանք Ադրբեջանից գերիներին վերադարձնենք Հայաստան։ Կաթողիկոսի պատասխանը պարզապես ցնցել է. Ես այս իշխանությունների համար ոչինչ չեմ անի։ Այդ դեպքում բա ինչ էիք անում Շվեյցարիայում։ Եթե Շվեյցարիայի ձեր հայտնի ելույթի տեքստի բարերը բերենք եւ դնենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջերս տրված ասուլիսին, ապա պատկերը ամբողջանում է։ Հարգելիներս, ճշմարիտի հականիշը սուտը չէ, այլ կիսաճշմարտություն է։ Հայրենասիրության թշնամին ազգայնամոլությունը չէ, այլ հուռա հայրենասիրությունը։ Բարոյականության հականիշը անբարու չէ, այլ կեղծ բարեպաշտները։ Տիկնարկ եւ պարոնայք, ձեր շարքերում բազմաթիվ են կեղծ բարեպաշտները։ Խնդրում ենք վերանայել ձեր շարքերը։ Եվ Տիկին Վարդանյանին կուզեմ անդրադառնալ։ Տիկին Վարդանյան, ես կարծում եմ դուք մասնագետի կարիք ունեք, որովհետև դուք շատ ագրեսիվ եք։ Տեսեք, եթե ագրեսիվության դեմ պատվաստում կա, ապա կխնդրեմ գնաք եւ պատվաստվեք։ Եվ եթե ձեզ թվում է, որ ով ամենաշատը եւ ամենաբարձրն է հայհոյում թուրքերին, ապա նա էլ ամենահայրենասերն է, ապա դուք ճիշտ եք, դա ձեզ միայն թվում է։ Եվ եթե այդպես տրամաբանական լիներ, ապա ես կառաջարկեի, որ մենք ընդունեինք օրինակ հայհոյանքի օր եւ ազգովին նստեինք անիծեինք ու հայհոյեինք թուրքերին, տեսնեինք դրանից ինչ էր ստացվելու։ Եվ վերջում
Պարոն Արտվիկ Մինասյանն այստեղ չէ, բայց ամփոփելով խոսքս նաև նրան եմ ուզում երկու խոսք ասել։ Նրանց քաղաքական թիմի առաջնորդը վերջերս էլի խոսում էր հայկական հիմնադրամից ինչ-որ 100 միլիոնի մասին։ Կխնդրեմ, որպեսզի հետագայում տեսնեք Ռոբերտ Քոչանին, անպայման նրան փոխացեք, որ դուք ստեղծել եք քննիչ հանձնաժողով, դուք 6 ամիս փորփրել եք, որպեսզի ինչ-որ բան գտնեք, այդպես էլ չեք գտել, ավելին, երբ որ եկավ պահը, երբ դուք պետք է երկարացնեիք քննիչ հանձնաժողովի աշխատանքի ժամկետները, դուք այդ օրը ինչպես միշտ ձերից օրակարգի շուրջ չեկաք եւ չհայտնվեցիք ազգային ժողովում։ Բալիստիկ հրթիռների մասով ինչ ասեմ, մեծ տերություններ իրար հետ կռվում են, այստեղ մեր ընդդիմությունը պահանջում է պարզապես Հայաստանի Հանրապետության վարչապետից, որ մի զանգ կատարի Իսրայել, մի հատ էլ Իրան եւ ասի, խնդրում եմ այլևս իրար չկրակեք։ Այսքանը մեր ընդդիմության եւ մեր հոգեվորականության մասին, շնորհակալ եմ։